168 հարկերի հետևումներ, այլ զրուցակիցը Պաշտպանության նախկին նախարար նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանն է։ Պարոն Օհանյան, կանխատեսելի էր թերևս այս իրավիճակը, այսպիսի պրոցեսները հետընտրական շրջանում։ Ամեն դեպքում ինչու չստացվեց այս անգամ ընդդիմությանը կանխել կանխատեսելին։ Գիտեք, այս իշխանությունները պլանավորված պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք որ դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում։ Սա խոսում է ևս նրա մասին, որ այսօրվա իշխանության ղեկավարը նախապատրաստվել է եւ հետեւականորեն իրականացնում է հակառակորդի, այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմի, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պահանջները։ Տարիներ ի վեր մենք խոսում ենք դրա մասին, որ տեսեք, պարտված իշխանությունները անդադ գտնում են ճնշումների եւ պարտադրանքի ներքո եւ եթե այսօրվա իշխանությունները փոքր-ինչ մեր հայրենիքը սիրեին, փոքր-ինչ մտածեին դրա մասին, իրենք շուտվանից հրաժարական տված կլինեին, իսկ կատարում է հետեւյալը, կատարում է այն, որ իրենք մեր ժողովրդին, մեր դիմադրության բոլոր օջախներին պատերազմ են հայտարարել հակառակորդի մոտ խաղաղություն մուրալու համար։ Ինչու չստացվեց, որովհետև պետության բոլոր ռեսուրսները եւ նաեւ քանակական առավելությունը նույն ազգային ժողովում իրենց ձեռքում է եւ այստեղ կարծում եմ, որ ընդդիմությունը եւ ազգային ժողովում դիմադրողականությունը բարձրացնելու եւ նաեւ ազգային ժողովից դուրս համախմբման խնդիր ունի, կարծում եմ, որ ընդդիմության լիդերները եւ այն մարդիկ, ովքեր որ տուժել են, այսօր այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանում են։ Տեսեք ինչ է կատարվում։ Հիմա բոլորս հավաքվել ենք այստեղ ի աջակցություն մեր դաշինքի ղեկավարին Ռոբերտ Քոչարյանին, ամբողջ ընտանիքի նկատմամբ հետապնդում է իրականացվում, հետապնդում են իրականացվել մինչև այս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ։ Ձեր նկատմամբ էլ դուք էլ չեք ձեզ էլ չեն շրջանցել։ Տեսեք, ի ուրախություն մեր ժողովրդի, ես կարող եմ ասել նրա, որ որքան էլ որ փորձում են վախ սերմանել, այնուամենայնիվ այդ դիմադրության ոգին ժողովրդի մոտ, լիդերների մոտ, ղեկավարների մոտ բարձրացած է եւ այլևս ոչ ոք չի վախենում։ Սա այս հետապնդումները, քաղաքական հետապնդումները, անհամաչափ ուժի կիրառումը խոսում է ցածր հոգեբանական ոհմակային տրամադրությամբ գործող իշխանությունների մասին։ Ինչ է նշանակում, ասենք, այդ քանակական առավելությամբ, ԱՕՑ-ով, չգիտեմ, մնացածներով գնալ առավոտ շուտ մտնել ընտանիքներ եւ ահաբեկել, մարդկանց ծանուցում տվել եք, այդ ծանուցման արդյունքում մարդիկ ներկայացել են, չեն ներկայացել, կարելի է չէ այդ օրենքի շրջանակներում ամեն ինչ իրականացնել։ Եվ ամենակարևորը նա է, որ տեսեք, հասարակության հետ եւ ժողովրդի հետ աշխատում է մի մարդ, որը անընդհատ երդվում է, որ ինքը պահպանելու է բարեկրթության բոլոր նորմերը, իրենց կուսակցական վարքականոնի պահանջները, խոսույթը լինելու է բարոյականության շրջանակներում, բայց անցնում է մի որոշ շատ կարճ ժամանակ, ինքը իրեն չի տիրապետում եւ սկսում է նույն խոսույթը օգտագործել։ Հետո էլ տեսեք, ասում է, որ այն իրավիճակը, որ տիրում է օրինակ բանակում, դա հասարակությունից է գալիս։ Ինչ սովորի հասարակությունը իր ղեկավարից, եթե ղեկավարն է առաջին հերթին այդ առատավոր վարքերի անվայել խոսակցության տարածողը։ Պարոն Օհանյան, հենց անդրադառնանք բանակի այս ցավալի դեպքերի շարանին,
մեկ ամսում արդեն քանի դեպք եղավ, դեռ ամիսներ չի վերացել, պատասխանատվության հարցում գիտենք, որ այս իշխող թիմը կաղում է, միշտ ասում են ես պատասխանատուն եմ, մեղավորը չեմ, հետո էլ ասում է զարմացած Պապիկյանն էս վերջերս ով է պատասխանատու, ինչի նախարարն է պատասխանատու եւ այլն։ Ի վերջո ով է պատասխանատու եւ քանի որ Փաշինյանը վիճակագրություն էր բերել հետազգային ժողով, համեմատություն էր անում նախկին իշխանությունների ժամանակ բանակում խաղաղ պայմանների զոհերի, հիմա ծանոթացել եք այդ հայտարարվող թվերին եւ այս առումով ինչ ունեք ասելու, ձեր թերացումները որքանով են այն ժամանակ եղել, հիմա ինչն է նկատելի, որն է սխալը։ Իդեպ լրացնելով գործընկերոջս հնարավորություն եմ խնդրում այդ վիճակագրությունը, որը բերվել էր ազգային ժողով, մասնավորապես կենտրոնացել էին 2015 թվականի վրա, մինչ պատերազմական, այսինքն 2016-ից մինչ պատերազմական շրջանի, երբ սահմանին նաև լարվածություն կար ինչ-որ չափով, այդ շրջանի վիճակագրություն էր ներկայացվել։ Նաև եթե իշխանությունները զբաղված չլինեին այն ամենով, ինչով այսօր զբաղված են, ինչին մենք հիմա ականատես ենք լինում, արդյոք բանակում այդ վիճակը կլիներ։ Տեսեք, վիճակագրության հետ ես ծանոթ չեմ, բայց միանգամից պատասխանեմ այդ հարցին, որ անկախ նրանից նախկինում եղել են թերություններ, դեպքեր եղել են եւ նաեւ չարթարացնելով այն ժամանակահատվածը, որի համար ես անձամբ, ասենք, պատասխանատու եմ եղել, բայց իրավիճակը հիմա փոխված է, նախ եւ առաջ այն քանակությունը չի բանակում, որ նախկինում է եղել, շուրջ 30-35, միգուցե ավել տոկոսով բանակի քանակությունը կրճատված է, եւ երկրորդ արդեն մի քանի տարի իրենք խոսում են խաղաղության մասին, նախկինում ծառայությունը բավականին լարված իրավիճակում էր, հակառակորդի անընդհատ սադրանքների, հակառակորդի կողմից դիվերսիաների իրականացման սպասումի շրջանակներում էր դա իրականացվում, բայց նաև ձեզ ասեմ հետևյալը, որ օրինակ 14-15 թվականներ, 13 թվականներ, երբ որ անընդհատ հակառակորդը դիվերսիաներ էր իրականացում, այդ պայմաններում, գիտեք, զինծառայողների միջև համախմբվածություն, փոխադարձ հարգանք, փոխադարձ աջակցության, այսպես մթնոլորտ էր ձևավորված եւ այնտեղ, ասենք, կեղծ հեղինակավորներ կամ դժվար դաստիարակողները առաջին հերթին իրենք էին ուզում ցույց տան, որ իրենք են պատրաստ եւ այդպիսի մարդիկ պատերազմական գործողությունների ժամանակ ավելի աշխուժ մարդիկ իրենց ավելի լավ են դրսևորում հակառակորդի հետ վարվելու շրջանակներում։ Հիմա այստեղ պատճառները խորքային են։ Առաջին հերթին սա կապված է այն բարոյաքաբանական մթնոլորտի հետ, որ տիրում է ոչ թե բանակում, այլ նաև մեր պետության մեջ։ Պետության մեջ արատավոր բարքերը, ատելության մթնոլորտը սերմանվում է իշխանության կողմից եւ նաև հավատարմությամբ պաշտոնների նշանակումը, քաղաքական նկրտումներով պաշտոնների նշանակումը այս իշխանությունների օրոք է ավելի խորը, խնամի ծանոթ բարեկամ, այս հասկացությունը ավելի շատ իրենց մոտ է զարգացված եւ չի կարող այս ամենը չանդրադառնալ նաեւ վիճակին բանակում, առավել եւս որ 44 օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկը նա է, որ մինչև 44 օրյա պատերազմը, մինչև 2020 թվականը բավականին սխալ կադրային քաղաքականություն է իրականացվել։ Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարության անընդհատ փոփոխությունները ազդել են կառավարման համակարգի կայունության, հստակության վրա, որն էլ իր ներգործություն է ունեցել նաև ավելի ներքևի օղակի հրամանատարական կազմի վրա, որոնց մոտ մտավախություն է առաջացել իրենց պաշտոններում մնալու, որովհետև տեսել են քաղաքական իշխանությունները ինչպես են բանանում։ Մյուս խնդիրը, որը խորքային է, դա կապված է նրա հետ, որ հասարակ վերլուծությունը, օրինակ, որ անում ենք, ինչու համար են քնելու վրա հայհոյանք դնում եւ ինչու համար են զինծառայողները քնում, որովհետեւ հոգնում են։ Այսինքն ծառայության պայմանները այնպիսի ծանրության մեջ են,
որ այդ մարդիկ հոգնում են եւ քննում են։ Այդ հոգնածության դեմ տարիներ առաջ 2015, 14, 16 թվականներին որոշումները ընդունվեց հետեւյալ կերպ. անձնակազմի համապատասխան քանակություն պետք է ապահովի դիրքերում։ Ինչու՞, որովհետեւ շատ ծանր է 2 շաբաթ անընդհատ հերթապահություն տանել այս գրաֆիկով 2 ժամ դիրքում պահակություն, 2 ժամ արթուն հերթափող եւ 2 ժամ քնել։ Զորամասի տարածքում հասարակ պահակային ծառայության համար մեր կանոնադրություններով արգելվում է օրու մեջ գնալ պահակային ծառայության, արգելվում է, որովհետև 2 ժամ այդ ցիկլով բավականին հոգնածության մեջ են գտնում զինծառայողները։ Հիմա այդ նույն ցիկլով զինվորները հերթապահություն են տանում 2 շաբաթ։ Պատկերացնում եք, օրու մեջ չի թույլատրում, իստեղ 2 շաբաթ մարդիկ հոգնում են։ Դրա համար զինծառայողների քանակով է պայմանավորված։ Զինծառայողները ես մանրակրկիտ բացատրում եմ, որպեսզի սրանից հետևություններ անեն նաև, ասենք, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ի վերջո, որովհետև բանակը մերն է եւ ամոթ է, որ այս իրավիճակում իրենց ասած խաղաղության պայմաններում մենք ունենում ենք նման ցավալի դեպքեր։ Մենք 4 հերթափոխ էինք դարձրել, որովհետեւ 2 ժամ ծառայությունից, 2 ժամ արթուն հերթափոխից հետո 4 ժամ զինծառայողը կարողանա հանգստանալ եւ 1 օրվա, 1 սուտկայի մեջ ինքը կարողանում է մինիմում 8 ժամ հանգստանալ։ Այսինքն քանակություն է պետք ապահովել։ Հիմա ասում եք պատասխանատվության մասին։ Զորամասի ստորաբաժանման հրամանատարը քանակություն ապահովելու համար պատասխանատվություն չեն կրում։ Զինված ուժերում այդ պատասխանատվությունը կրում են 2 հոգի։ Իրենց ողջ անձնակազմով Պաշտպանության նախարարը եւ նրա առաջի տեղակալ գլխավոր շտաբի պետը։ Իսկ այսօրվա զինված ուժերի համալրման համար բավականին բացասական են անդրադառնում այսօրվա գործող ճակետներով ատեստացիոն process-ը, որովհետև այդ ատեստացիոն process-ը որքան էլ որ ասեն դա մրցակցության համար է, դա մրցակցության համար չէ, որովհետև մի մասը հնարավորություն ունի ատեստացիոն քննությունները այդ ճակերտներով ասած հանձնի եւ ստանա բարձր աշխատավարձ, իսկ մի մասը, որոնք որ դիրքերում են գտնվում եւ ժամանակ չունեն եւ այդ հնարավորությունները չունեն դրան պատրաստվելու։ Օրինակ, պատկերացնում եք զորամասի հրամանատարը ինչու պետք է բարձր աշխատավարձ ստանա, եթե իր ենթականները առաջի գծում պատրաստ չեն։ Հա, պատրաստ չեն։ Կամ էլ 2, ասենք, ստորաբաժանման հրամանատար, մեկը հանձնել է, մեկը չի հանձնել եւ գնում ստուգում են, տեսնում են չհանձնած ստորաբաժանումը ավելի լավ վիճակում է, ավելի պատրաստված է եւ ավելի կարգապահ է։ Դրա համար այսօրվա զինված ուժերի համալրման խնդիրը լուծելու ամենակարևոր պայմանը դա բազային աշխատավարձի բարձրացումն է, որն էլ սոցիալական այդ գրավչության աստիճանը կբարձրացնի եւ հնարավորություն կտա ուրեմն համալրել զինված ուժերը։ Եվ երրորդ արատավոր երևույթները։ Արատավոր երևույթների հիմնական առիթը 2 զինծառայողների միջև անհանդուրժողականությունն է։ Պատկերացնում եք 18-20 տարեկան երիտասարդ ավիուն, փակ համակարգ, տղամարդիկ, ինքնահաստատվելու պահ, իսկ այդ անհանդուրժողականության պատճառները դա արատավոր բարքերն են, քրեական ենթամշակույթն է, սրբություններին կպնելը, հայհոյանքներ, կեղծ մականուններ եւ այլն եւ այլն։ Զինված ուժերում դրա համար պատրաստության, այսինքն ուսուցման եւ դաստիարակության համադրված իրականացման համակարգ գոյություն ունի։ Դրա համար պատասխանատու է հրամանատարական կազմը, նրանց անձնակազմի գծով տեղակալները, սպա հոգեբանները, սոցիալ-իրավական գծով օգնականները, բայց նաև անհանդուրժողականության վերացման եւ անհանդուրժողականությանը հակառակ զինծառայողների միջև հարգանք, սեր, բանակային ընկերականություն սերմանելու համար
չի կարող որևիցե մեկը առավել ներգործություն ունենալ, քան հոգևոր ծառայողները, գնդերեցները, որտեղ իրենց խոսույթով, հավատքով, իրենց ազդեցությամբ դրանք կարող են ավելի լուրջ աշխատանք տանել եւ բանակային ընկերականությունը երկու ընկերների միջև, զինծառայողների միջև սերը սերմանել։ Սա մի ամբողջ համակարգ է, որ աշխատանք պետք է տարվի եւ տեսեք վերջին օրերին տարվող աշխատանքն սրա մասին էլ ասեմ եւ գերատեսչական հանձնաժողով են ստեղծել, բայց ձեր թվարկած պաշտոններից դուրս են փորձում հանձնաժողով ստեղծել, խնդիրներ լուծել։ Ծանոթացել եք այդ միջգերատեսչական հանձնաժողովի պաշտոնյաների ներգրավման մեթոդին։ Ես դրան ավելացնեմ նաեւ հետեւյալը, օրինակ, ռազմական ոստիկանության պետ են փոխում։ Չնայած նրան, որ ես ինքս ոչ այնքան դրական եմ վերաբերվել նախկին ոստիկանության պետի աշխատանքին, բայց ոստիկանության պետը առաջնային մանդատ, առաջնային պատասխանատվություն չունի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատելու։ Վերահսկողական խնդիրները, որոնք որ իրականացվում են մեկընդմերթ, չեն լրացնելու այն պարբերական աշխատանքի տեղը, որ պետք է իրականացնի հրամանատարը։ Եվ դրա նման մի բան է այս միջգերատեսչական հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովը կարող է որոշակի ուղղություն տալ, բայց երբ որ ներգործությունը բանակի ներսում կատարվող երևույթների վրա դրսից է, այդ նշանակում է եւ պատասխանատվության աստիճանը եւ պահանջկոտությունը պետք է լինի ամենաբարձր պաշտոնյաններից, երբ որ դրսից է։ Իսկ եթե օրինակ վարչապետը ասեր, պարոն նախարար, գնա կարգի բեր, այդ դեպքում նախարարը արդեն ինքնուրույն կարող էր ինքը իր պարտականությունների եւ գլխավոր շտաբի պետի հետ միասին պարտականությունների շրջանակներում դա իրականացնել, բայց այստեղ էլ խնդիր կա, չափազանց վատ է, երբ որ զինված ուժերի ղեկավարությունը ստեղծել է համապատասխան հանձնաժողովներ, խմբեր, իրենք էլ գնում են եւ ցույց են տալիս, աշխատում են զորքերում եւ հենց այդ ժամանակահատվածում դեպքերի եւ արտակարգ պատահարների աճ կա։ Դա նշանակում է, որ խորությամբ չի պլանավորված, խորությամբ չի նախատեսված այն մանրակրկիտ միջոցառումները, որ իրենք պետք է իրականացնեն եւ զորքերում էլ այն զգաստության եւ զգոնության աստիճանը չկա, որ զինված ուժերի ղեկավարությունն է եկել իրանց հետ աշխատելու, այնպես անենք, որ այդ պատահարները նվազեն։ Այնպես որ Պարոն Օհանյան, իսկ արդյոք կարելի է պատասխանատվություն առհասարակ բանակին պատասխանատու մոտեցում ակնկալել մի ԳՇՊ-ից, ով օրինակ հակառակորդի մեր սուվերեն տարածքից հեռանալը պայմանավորում է սովածանալով, մի պաշտպանության նախարարից, ով պաշտպանության նախարարությունում զոհերի ավելանալը, ինքնասպանությունների ավելանալը, շատ զարմացած ասում է, ինչի ՊՆ նախարարն է պատասխանատու։ Եթե խորքային վերլուծության իմ նշված կետերը մենք նորից վերհանենք, անձնակազմի քանակություն եւ առատավոր երևույթների դեմ պայքար, պատասխանատվությունը սկսում է վերևից, պաշտպանության նախարարից եւ գլխավոր շտաբի պետից։ Իսկ մեր զինված ուժերի հրամանատարը պաշտպանության նախարարն է, ինչու, որովհետեւ գլխավոր շտաբի պետի, որ նախկինում զորային կառույցի ղեկավարն էր, պաշտոնը փոխեցին եւ դարձրեցին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այսինքն ինքը առաջի տեղակալն է, ինքը ենթարկում է նախարարին։ Նախարարն է այսօր զինված ուժերի հրամանատարը։ Եվ դրանից սկսում է բոլոր այն բաները, որ պատասխանատվության եւ աստիճանը եւ նաեւ զգացումը այլ պետք է լինի։ Օրինակ ես չեմ ասում իմ ժամանակ ամեն ինչ իդեալական է եղել, թերություններ մշտապես եղել են եւ այդ թերությունների համար պետք է համապատասխան աշխատանք տանի, բայց իմ ժամանակ չեք կարող գտնել եւ տեսնել, որ գլխավոր շտաբի պետին ես հանձնարարեմ ինչ որ մի շինության, ինչ որ մի բանի համար գնա եւ այնտեղ սպասի եւ նախարարը գա զեկուցի։ Եվ այսօր զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք անընդհատ որտեղ ենք տեսնում, ինչ որ տեղ նախարարը մոտենում է ինքը բանի սերժանտի նման զեկուցում է նախարարին։ Գլխավոր շտաբի պետի խնդիրը այլ է, գլխավոր շտաբի պետի պարտականությունները ռազմավարական անվտանգության
առումով ռազմավարական այլ նշանակություն ունեն։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետության բոլոր ուժային կառույցներից, մնացածից ազգային անվտանգության ծառայություն, ներքուն ձեռք ամենաբարձր զինվորական պաշտոնյան է։ Դրանից ելնելով պետք է լինի նաև նրա նկատմամբ վերաբերմունքը եւ նրա պատասխանատվությունը։ Այսօր մենք գլխավոր շտաբի պետին տեսնում ենք անընդհատ սերժանտի նման ստեղ-ընդեղ զեկուցելուց։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։